շրջակա միջավայրի հարգելի նախարար, կառավարության, գործադիր իշխանության, օրենսդիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների իրավապահ հարգելի ներկայացուցիչներ, էկոպարեկային ծառայության հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ բոլորիս էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկի առիթով արդեն սա նմանատիպ մեր երրորդ միջոցառումն է և մենք էկոպարեկային ծառայություն ունենք արդեն 4 մարզերում։ Սա շատ կարևոր իրադարձություն է և շատ կարևոր փոփոխություն է և արտահայտում է մեր ռազմավարությունը բնության և շրջակա միջավայրի նկատմամբ ավելի ու ավելի ուշադիր լինել և ավելի ու ավելի առերեսվել շրջակա միջավայրի նկատմամբ խնամքի և հոգատարության ավելի ու ավելի ակնհայտ դարձող անհրաժեշտության։ Ընդհանրապես այսօր աշխարհը ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք, սկսած նրանից, որ տեսնում եք հանրապետությունում ամսվա տեղումները կարող են տեղի ունենալ ընդամենը ժամերի ընթացքում։ Հիմա մենք պետք է նաև նայենք, այս անոմալ կարկուտները ինչի հետևանք են, արդյոք դա էլի կլիմայի գլոբալ փոփոխության հետևանք են, թե այլ գործոնների ազդեցության տակ է դա տեղի ունենում։ Նկատի ունեմ, այս ամեն ինչը հիշատակում եմ ընդգծելու համար, որ արդեն բավականին երկար ժամանակ կան գիտնականների խմբեր, ովքեր ասում են, որ բնության նկատմամբ մեր ոչ այքան հոգատար վերաբերմունքն է, որ բերում է նման հետևանքների։ Իհարկե, այս կարծիքի հետ բոլորը չէ, որ համաձայն են, բայց մի բան ակնհայտ է, որ բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգացության առարկան։ Նաև այն տրամաբանությամբ ուզում եմ էլի հիշեցնել, որ դժվար և ճգնաժամային ժամանակներում բնությունը, մեր անտառները ի վերջո կենսական նշանակություն են ունեցել Հայաստանի Հանրապետության համար և ըստ էության Հայաստանի սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում ծառայել են մեր պետությանը և մեր ժողովրդին։ Հիմա ժամանակն է, որ մենք մեր պարտքը վերադարձնենք մեր բնությանը, մեր անտառներին և ուզում եմ նաև այո հարցը դիտարկել կենսաբազմազանության COP17 գագաթնաժողովի և ընդհանրապես COP17-ի նախագահող երկրի տրամաբանությամբ, որովհետև անտառները, շրջակա միջավայրը և նրա նկատմամբ մեր վերաբերմունքն է ի վերջո ստեղծում կամ կրճատում են պայմանները, որտեղ հենց տեղի է ունենում կենսաբազմազանությունը։ Նաև արձանագրվեց, որ հերթական ծառայությունն ենք մենք գործարկում Սևանա լճի շուրջ։ Ուզում եմ հիշեցնել, որ նախորդող շրջանում մենք Սևանա լճի ջրային ծառայությունն ենք գործարկել պարեկային ոստիկանության, հետագայում նաև առափնյա ծառայությունն ենք գործարկել, որ իհարկե տարբերվող գործառույթ ունի, բայց նաև մյուս կողմից նրա գործառույթները նույնպես որոշակի աղերս ունեն շրջակա միջավայրի պահպանության հետ և իհարկե ակնհայտ է, որ ակնկալում ենք նաև էկոպարեկային ծառայության և ջրային ծառայության, պարեկային ոստիկանության և առափնյա ծառայության սերտ համագործակցությունը։ Եվ իհարկե ցանկացած պետական ծառայության մեջ նաև նոր գործարկվող ծառայություններում մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի մեր ծառայողների բարեվարկությունը և սա պետք է մշտապես լինի մեր ուշադրության կենտրոնում, որովհետև նոր տեխնիկա, նոր ավտոմեքենաներ, նոր խնդիրներ, նոր բովանդակություն դա մեզ համար նշանակում է նաև ծառայության նոր հոգեբանություն, ծառայության նոր մոտեցում և նոր գիտակցություն, թե ինչ է տեղի ունենում և ինչի համար։ Ուզում եմ կրկին բոլորի շնորհավորել հերթական ստորաբաժանման կառույցի աշխատանքային մեկնարկի առիթով և էկոպարեկային ծառայության հարգելի աշխատողներ, ձեզ մաղթել բարի, հաջող ծառայություն և իհարկե ակնկալում եմ, որ այդ ծառայությունը կիրականացվի բարեվարկության և պրոֆեսիոնալության բարձր մակարդակով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և մասնավորապես Գեղարքունիքի և Կոտայքի մարզի բնակչությունը շնորհակալությամբ կլցվեն ձեր ծառայության նկատմամբ։ Ես ուզում եմ ընդգծել, որովհետև պարզ է, որ բոլոր դեպքերում, երբ որ մենք առնչվում ենք իրավախախտների հետ,
Դա իհարկե ինքնին տհաճ իրավիճակ է, բայց երբ որ մեր ծառայությունները գործում են պրոֆեսիոնալ հստակ օրենքին համապատասխան, դա շնորհակալության եւ գոհունակության մեծ մակարդակ է առաջացնում քաղաքացիների, բնակավայրերի, բնակչության շրջանում եւ հենց այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվել։ Մենք քչերի համար, քիչ օրինախախտների համար խնդիրներ ստեղծելով կամ կանխարգելելով այդ խնդիրները, շատերի համար ստեղծում ենք կյանքի հարմարավետության եւ ինքնազգացողության բոլորովին այլ պայմաններ, եւ սա է պետական ցանկացած ծառայության տրամաբանությունը, եւ ես ձեզ հաջողություն եմ մաղթում, մեզ հաջողություն եմ մաղթում այս տրամաբանությունը իրագործելի։ Շնորհակալ եմ։